Ղուկասյան։ Ինչպես տեսնում ենք, Եռաբլուրը համարյա թե դատարկ է, այստեղ ծաղիկ խոնարհողները հիմնականում այս Եռաբլուրը միշտ էլ ծնողները լինում են, տեսեք այստեղ էլ հիմա մենք շարժման անդամներով ենք այստեղ, տեսեք վերևում ծնողներ կամ հարազատներ են, դպրոցական երեխաների նկատեցի եւ ես կարծում եմ, որ այս տղաների սխրանքի մասին խոսելով, խոնարհումով, խնկարկելով մենք միայն պիտի կարողանանք ապագա սերունդներին դաստիարակել այս տղաների ոգով, որովհետև երբ որ այս տղաները կռվում էին երկրի համար եւ ընդհանրապես պատերազմներում կա հերավար եւ մոտակա պլաներ 16 թվականին Ադրբեջանը չկարողացավ իրագործել իր հերավար պլանը ընդամենը այդ մի քանի օրում ես այստեղ գալուց առաջ կարդում էի համահայկական ճակատշարժման առաջնորդ գեներալ Արշակ Կարապետյանի գրառումը, ով այդ օրերին նաեւ հրամաներ է տվել, ասում է, որ օրինակ Թալիշում եւ Մատաղիսում հատուկ բրիգադի տղաները այնպիսի ջարդ են տվել ադրբեջանական Յաշմային, որ տարիներ են պետք եղել անգամ համալրվելու համար եւ Ադրբեջանը շատ լավ այդ ժամանակ հասկացավ, որ Արցախ վերցնել է այդպիսի հեշտ բան չի, նաեւ այս տղաների տեսեք ամեն մեկը մի հերոսական պատմություն է իրենից ներկայացնում, նաև այս տղաների սխրանքի շնորհիվ եւ լավ բանակում գեներալների շնորհիվ ես նորից ասեմ, որ գեներալ Արշակ Կարապետյանը նույնիսկ մի տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են Թալիշում, Մատաղիսում հայոց եռագույնը բարձրացնում, հիշենք այդ ժամանակ զոհված Մոնթեին, ով հայկական պատմական վարանդայում բարձրացրեց տանկի վրա հայկական եռագույնը, այսօր հետադարձ լսում է իր մայրիկի խոսքերը, ասում էր դա միայն հայկական եռագույնը չէր, դա Մոնթեի եռագույնն էր եւ մենք պետքա պարզապես մեր խոնարհումը, մեր երախտիկի խոսքը ասենք այս տղաներին, ովքեր իրենց կյանքի գնով մեզ ապրելու իրավունք են տվել։ Տիկին Ստեփանյան, ես նկատի ունեի, որ այսօր այստեղ պետք է լիներ մարդաշատ, բայց ինչպես տեսնում ենք, այսօր այստեղ շարունակում են լինել եւ մնալ միայն մեր տղաների ծնողները։ Սա ինչից է։ Միթե այսքան շուտ մոռացվեց ապրիլյան պատերազմը։ Միգուցե հեռավորությունը արդեն 9 տարի անցել է, միգուցե այդ հեռավորությունը եւ ոչ միայն հեռավորությունը, այլ նաեւ տեսեք հիմա մենք մեր պատմության դասագրքերում այս մասին տող է գրված ընդամենը, ուրիշ ոչինչ չկա։ Մենք պետք է մեր սերունդներին կարողանանք կրթել, բայց քանի որ այս իշխանությունը ընդհանրապես փորձում է արցախյան պատմությունը ջնջել, արցախյան հերոսամարտերը ջնջել, դա նաև դրա հետևանքն է։ Այսօրվա ցանկացած դպրոցականի, երբ որ դեռ եթե այս ժամանակահատվածում չի եղել դպրոցում, հարցնես այսօր ինչ օր է կամ 16 թվականի քարորյա պատերազմը, դժվար թե կարողանա խոսել, որովհետև դպրոցներում այսօր բացակայում է այդ դասավանդման մեթոդը, պատմության գրքերից հանվում են մեր հերոսական տղաների արարքները, սխրանքները, նաև դրա հետևանք է, ել չեմ խոսում իշխանության մասին, որոնք հիմա Արցախ բառը լսելուց կիլոմետրերով վախեցած են, դե նրանք այցելեն այստեղ ինչ անեն, իրենց շոուները տեսնում ենք ուրիշ տեղերում անում են, օրինակելի մեկելի մեր սերնդի համար։ Շնորհակալ եմ։